Վերադարձանք տաղավար, շատ հետաքրքիր թեմայից էինք խոսում, բայց հիմա կքննարկենք ոչ պակաս հետաքրքիր թեմա, որովհետև հունիսի 1-ին Կենդանաբանական այգին արդեն ավանդույթի համաձայն անցել է ամառային ռեժիմի։ Քաղաքապետարանից էլ իմացանք, որ ընդլայնվելու է տարածքը, սա եւս շատ կարևոր հանգամանք է հատկապես այն մարդկանց համար, նաեւ այն մարդկանց համար, ովքեր շատ ուշադիր հետևում են թե կենդանաբանական այգու աշխատանքին, թե իրենք իրենցով կենդանասեր են։ Իրականում մի տեսակ ավանդույթ է դարձել, որպես մարդ, ով 3 տարի աշխատում է առավոտը շանթում նախագծում, արդեն կարող եմ վստահացնել, որ ավանդույթ է դարձել, որ մենք ամեն տարի այս օրերին հյուրընկալում ենք կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանին եւ խոսում ենք նոր սեզոնի, նոր ձեռքբերումների, ինչու ոչ նաև եղած խնդիրների մասին։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան, բարի լույս։ Բարի լույս, նախ շնորհակալություն, ուրախ ենք ձեզ տեսնել եւ հյուրընկալել մեր տաղավարում։ Ինչ է ասել, անցել է կենդանաբանական այգին ամառային ռեժիմի, այսպես ասած, եւ փոխվում է սեզոնը, ինչ է փոխվում կենդանաբանական այգում եւ կենդանաբանական այգի այցելող մարդկանց ինչ է սպասվելու այս ամառ։ Նախ թույլ տվեք ասեմ, որ ինձ մոտ էլ ձևավորվել է այդ հաճելի ավանդույթը, շանթի առավոտյան շանթը, հաղորդաշարը դարձել է իմ համար մի տեսակ հարազատ վայր, որտեղ որ կարելի է առանց նախնական հրավերների, առանց ինչ-որ մեծ նախապատրաստության հանդիպել հաճելի մարդկանց հետ եւ անցկացնել հաճելի թեթև զրույց։ Ինչ վերաբերում է հունիսի 1-ին, հունիսի 1-ը դարձել ավանդույթ, արդեն կարելի է վստահաբար ասել, երեխաների պաշտպանության միջազգային օրը կենդանաբանական այգում նույնպես իրականացվում են մի շարք միջոցառումներ երեխաների համար, հյուրասիրություններ, պարային կամ մուլտհերոսների կողմից բեմադրված այդպիսի փոքրիկ ներկայացումներ եւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ օրը մեր երեխաները անցկացնեն անմոռանալի, հետաքրքիր օր իրենց ծնողների, տատիկ-պապիկների հետ եւ սպասեն մինչեւ հաջորդ տարվա հունիսի 1-ը, որպեսզի նորից այցելեն։ Ամառային ռեժիմը մի փոքր սա պայմանական է, որովհետեւ ամառային ռեժիմի անցնելը, այսինքն աշխատանքային ժամերի երկարաձգումը, դա սովորաբար մենք չենք համապատասխանացնում հունիսի 1-ի հետ, այլ ուղղակի եղանակները տաքանալու հետ զուգահեռ աշխատանքային ժամերը երկարացվում են, որպեսզի մեր այցելուները հնարավորություն ունենան աշխատանքից հետո այցելեն կենդանաբանական այգի, իրենց երեխաների կամ թոռնիկների հետ եւ անցկացնեն հաճելի ժամանակ։ Նամանավանդ բոլորս գիտենք, որ Երևանում ամռանը ջերմաստիճանը ցերեկը բավականին բարձր է, իսկ երեկոն հենց այն ժամանակն է, երբ որ պետք է զբոսնել, շփվել, հանգստանալ եւ այլն։ Ինչ ասել է ընդլայնվելու է տարածքը, նոր տարածքների կարիք վստահ եմ կա, որովհետև կենդանիները որքան լայն տարածքում լինեն, ինձ թվում է այնքան ավելի լավ իրենց համար։ Տարածքը ընդլայնվելու է, որովհետև կենդանիների տարածքներն է լայնանալու, թե նոր կենդանիներ են հյուրընկալելու։ Միանգամից ասեմ, որ խոսքը վերաբերվում է օգտագործվող տարածքների ընդլայնմանը, քանի որ կենդանաբանական այգու ֆիզիկական տարածքը, իսկ այն տարածքը, որ ամրագրված է Երևանի կենդանաբանական այգուն, բավականաչափ ընդարձակ է եւ լանդշաֆտից ելնելով, գիտեք, կենդանաբանական այգում ովքեր եղել են, գիտեն, որ բավականին կտրտված լանդշաֆտով վայր է ընտրված։ Կենդանաբանական այգու համար ինչ շատ լավ է կենդանիների համար, միկրոկլիմայի համար եւ այլն, այսինքն այնտեղ անկասկած շատ լավ վայր է ընտրված, սակայն այդ թեկությունների հետ կապված ոչ բոլոր հատվածներն են հնարավոր եղել օգտագործել ժամանակին եւ այժմ մենք աշխատում ենք օգտագործել մնացած տարածքները նույնպես, այսինքն ընդլայնվում է օգտագործվող տարածքները այցելուների համար, կենդանիների համար եւ այո, միանգամայն ճիշտ եք, ժամանակակից տենդենսները կենդանաբանական այգիներում պահանջում են, որպեսզի կենդանիները ունենան առավելագույնս բնական միջավայրին մոտեցված հնարավորությունների չափով, իհարկե մոտեցված պահման պայմաններ, ազատավանդակներ, միկրո միջավայր, հա, որտեղ ինչքան հնարավոր մենք աշխատում ենք համապատասխան բույսերով կահավորել, ձևավորել ազատավանդակները, որպեսզի եւ այցելուները ստանան տպավորություն կրթական մասով, թե տվյալ կենդանին ինչպիսի
ինչպիսի տարածքում է ապրում, ինչպիսի լանդշաֆտում կարելի է իրան հանդիպել, նաև իհարկե կենդանին իրան զգա ավելի կոմֆորտ վիճակում։ Եթե խոսենք այցելուներից, վստահաբար կենդանաբանական այգին միշտ լի է եղել թե երեխաներով, թե նրանց ծնողներով, թե առհասարակ մարդկանցով, ովքեր սիրում են այցելել կենդանաբանական այգիներ եւ տեսնել կենդանիներին։ Մենք տեսնում ենք աճ վերջին տարիներին եւ մենք կարող ենք ինչ-որ վիճակագրություն կազմել վերջին տարիների այցելուների քանակի նկատմամբ։ Ասեմ այսպես, ես կարող եմ հստակ վիճակագրական տվյալները առանց ձանձրալի թվերի մեջ խորանալու վերջին 4 տարիների ընթացքում ինչ ես կատարում եմ փոխտնօրենի պարտականությունները գիտական գծով յուրաքանչյուր տարի մենք գրանցում ենք 30-40% այցելությունների աճ, ինչը ինձ շատ ուրախացնում է, դա ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք ինչ-որ ձևով ճիշտ ճանապարհի վրա ենք, տարբեր ձևերով նպաստել, որպեսզի մեր այցելուները իրենց ավելի լավ զգան, իրենց համար ավելի հետաքրքիր, ինչու՞ չէ, նաև ավելի կոմֆորտ միջավայրը եւ ցանկանան նորից այցելեն կենդանաբանական այգի։ Ես սովորաբար հաճախ կատակում եմ մեր տղամարդկանց հետ, իրեն հարգող հայ տղամարդը կենդանաբանական այգում լինում է 3 անգամ։ Մի անգամ, երբ որ երեխա է պապիկի հետ, մի անգամ, երբ որ նոր հայրիկ է, երիտասարդ հայրիկ է փոքր երեխաների հետ, մեկ էլ թոռնիկներ։ Բայց հիմա տենդենսը փոխվում է, մենք շատ հաճախ շփվում ենք այցելուների հետ, որոնք գալիս են այգի, շատ հաճախակի գալիս են, նկատում են նոր փոփոխությունները, հարցնում են իրենց սիրելի կենդանիների մասին։ Մենք հասկանում ենք, որ մարդիկ պարբերաբար գալիս են, հետեւաբար նրանց համար հետաքրքիր եւ հաճելի է այդ միջավայրը։ Մարդկանց այցելուների կոմֆորտից խոսեցինք, չենք կարող շրջանցել կենդանիների կոմֆորտի հարցը, որքան էլ որոշակի վերաբերմունք շատերս ունենան կենդանաբանական այգիների հետ կապված, ամեն դեպքում դրանք կան մեր իրականության մեջ եւ ինձ հետաքրքիր է ինչ նորարարություններ կան, որոնք կիրառվում են, որպեսզի կենդանիները շատ ավելի հարմարավետ միջավայրում ապրեն, որովհետեւ ինքս էլ մի քանի անգամ թե աշխատանքի բերումով որպես լրագրող այցելել եւ այն որ տարիներ առաջվա համեմատ հիմա ռադիկալ դրական փոփոխություն ա եղել, սա անհերքելի է, էլ ինչ է արվում, որ կենդանիները մի քիչ ավելի հարմարավետ իրենց զգան։ Միանգամից ասեմ, որ ես մասնագիտությամբ կենդանաբան, գիտնական կենդանաբան եմ, հետեւաբար ինձ համար կենդանիների բարեկեցությունը, այդպիսի տերմին կա, ինչ կան մեր հասարակության մեջ դա մի քիչ հնչում, անսովոր հնչում, կա շատ հստակ ընդունված այդպիսի տերմին, կենդանիների բարեկեցություն։ Կենդանիների բարեկեցությունը մեզ համար, ինձ համար, մեր կոլեկտիվի համար առաջնահերթություն է, քանի որ դրանից գալիս է մնացած բոլոր հետագա բաղադրիչները, կենդանաբանական այգիների։ Բնականաբար կա շատ տարբեր վերաբերմունք կենդանաբանական այգիների համար, ոչ միայն մեր հասարակության, ընդհանրապես աշխարհում, արդյոք եթե խտացնենք, արդյոք պետք են կենդանաբանական այգիները, թե պետք են կենդանիներին բաց թողնել բնություն եւ կենդանիների տեղը բնության մեջ է։ Միանշանակ ասեմ, որ ես միանշանակ կողմ եմ, որպեսզի կենդանիները այնքան պաշտպանված լինեն բնական միջավայրում, որպեսզի նրանց լրացուցիչ պահպանության կարիք չլինի։ Եթե մենք կարողանայինք նրանց ապահովել այդպիսի պաշտպանություն բնական միջավայրում, ես ինքս առաջինը դեմ կլինեի անազատության մեջ պահելու։ Սակայն ցավոք սրտի դա դեռ որ առայժմ երազանքների կատեգորիայից է, կենդանիները շարունակում են, կենդանիների տեսակները շարունակում են ոչնչացվել, կենդանիների կենսամիջավայրը շարունակում է ոչնչացվել եւ այս պահի դրությամբ մոտավորապես, կան 120-ից ավելի տեսակ կենդանիներ, որոնք գոյություն ունեն այսօր ֆիզիկապես, միայն այն բանի շնորհիվ, որ նրանք պահպանվել են կենդանաբանական այգիներում կամ արհեստական բուծման կենտրոններում բուծման շնորհիվ։ Կենդանաբանական այգում մենք ինքներս էլ ցուցադրում ենք մի քանի այնպիսի տեսակ կենդանիներ, որոնք որ գտնվել են անհետացման եզրին եւ փրկվել են միայն համապատասխան միջոցառումների շնորհիվ։ Կենդանիների պահպանությունը ունի երկու բաղադրիչ՝ պահպանություն բնության մեջ եւ պահպանություն
պահպանություն բնական միջավայրից դուրս եւ կենթանաբանական այգիների շատ կարեւոր դերը այդ պահպանությունն է միջավայրից դուրս պահպանել գենոֆոնդը կենթանի վիճակով ոչ թե փորձանոթների մեջ որպես ԴՆԹ մոլեկուլների, հա, կրիո պայմաններում, հա, կրիոգենետիկայի պայմաններում, այլ պահպանել կենթանի գենոմը վիճակում, որը հնարավոր կլինի համապատասխան պայմաններում վերադարձնել բնություն, ռեինտրոդուկցիանել, վերադարձանել բնություն։ Եվ այստեղ կենթանաբանական այգիներ ունեն անվիճելի շատ կարևոր դեր, եւ այստեղ որևէ խնդիր չկա։ Ինչ վերաբերում է նրանց միջավայրի հետագա բարելավմանը, բնականաբար մենք շատ լավ հասկանում ենք, ռեալիստ ենք, գիտենք, որ դա կապված է ֆինանսական միջոցների հետ, կենթանաբանական այգիները դրանք բավականին մեծ ֆինանսական ներդրումներ պահանջող հիմնարկներ են, եւ այստեղ մենք աշխատում ենք ելնելով նաև այդ պրագմատիկ մոտեցումից հնարավորությունների սահմաններում։ Բնականաբար այո, ոչ բոլոր դեպքերում է ստացվում միանգամից ստանալ այն պայմանները, որ օրինակ ես ինքս կուզենայի մեր կենթանիների համար, բայց մեծ կամ փոքր քայլերով մենք աշխատում ենք գնալ դրան։ Այդ կենթանիների պահպանությունից խոսեցիք, շատ այցելուներ, այցելով կենթանաբանական այգիներ գործում են մեծ սխալներ։ Օրինակ ես անձամբ եղել եմ ներկա, թե ինչպես են փոքր երեխաները իրենց ծնողների օգնությամբ քարեր նետում, օրինակ չգիտեմ, կապիկների վանդակի մեջ։ Եվ նրանք ծիծաղում են, նրանց կարծես թե դա դուր է գալիս։ Այ որոնք են այն կարևորագույն սխալները, որոնք գուցե եւ ինչ-որ մի պահի հանգեցրել են ինչ-որ ավելի լուրջ խնդրի, որոնց մասին այցելուն չի պատկերացնում, որ կարող ենք բարձրաձայնել, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն նրանց երեխաների եւ ինքներս մեզ նկատմամբ։ Եվ երեխաներին ուղղակի։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, դուք տվեցիք ինձ հնարավորություն եւս մեկ անգամ բարձրաձայնելու այդ խնդիրը։ Խնդիրը գալիս է կրթությունից, դաստիարակությունից, մանկական հասակից, այսինքն ընտանիքում մանկական միջավայրում, այնուհետև դպրոցական եւ այլն, այսինքն սա կուլտուրայի կրթական մոտեցման թերություններն են, բացակայություններն են, որը որ պետք է շտկել, որը միանգամից չի ստացվում, շտկել բնականաբար, բայց հունիսի 1-ի օրվա կապակցությամբ այդ ձեր նկարագրած իրավիճակին ես ինքս էլ պարբերաբար ներկայ եմ լինում եւ մեծ խումբ այցելուների երեկոյան հավաքված էին մեր առյուծների ազատ ավանդակի մոտ, որտեղ, չգիտեմ, եթե հիշում եք 22 թվականին մեզ մոտ վերջին անգամ ծնվեց առյուծի ձագը Աֆինան, որը անվանակոչությունը իրականացվեց on-line քվեարկության միջոցով, լուսաբանվեց, շատ մեծ դրական էմոցիաներ թողեց այդ կենթանու իրան հետևում էին իր աճին եւ այլն։ Այդ նույն կենթանու ազատ ավանդակի մոտ հավաքվել էին մեծ խումբ մարդիկ, տարբեր ձայներ էին արձակում, հենց տպավորություն էր, որ կենթանաբանական այգին ցանցից ներս է, իսկ ցանցից դուրս դա գազանանոց է, այսպես մարդկանց կատարմամբ, նետում էին այդ քարեր, չգիտեմ, բանջարեղենի կտորներ եւ այլն, ջուր էին անան կենթանու վրա նպատակ ունենալ, որ կենթանին բարկանա, ինչ որ ձայներ հանի եւ այլն, դրանից իրենք, չգիտես ինչու, ավելի լավ էին զգում։ Միջամտեցի, մոտեցա, բացատրեցի, հիշեցրեցի, որ այս այն Աֆինան, որին այդքան ու բավականին արագ անցավ այդ նեգատիվ անդուր միջավայրը, մարդիկ գտնվեցին, որոնք հիշեցին, մարդիկ գտնվեցին, որոնք սկսեցին հետաքրքրվել, ու միանգամից փոխվեց ընդհանուր մոտեցում, այսինքն եթե այդ պահին չկա կրթական, սա մինի կրթական որպես միջամտություն էր իմ կողմից, եթե չկա կրթական միջամտություն, որով կարելի է հարթել այդ պահը, բացատրել, մարդկանց հիշեցնել, ցույց տալ, որ ինչը չի կարելի ու ինչու չի կարելի, որովհետև եթե դու լինեիր նման իրավիճակում, քեզ էլ հաճելի չէր լինի, այստեղ սկսում է փոխվել վերաբերմունքը։ Բնականաբար մի այդպիսի էպիզոդով դաստիարակություն չի փոխվում, բայց իմ կարծիքով հնարավոր աշխատանքը դա է, այսինքն բարձրացնել կրթական մակարդակը, կրթության մակարդակը, իրազեկվածության մակարդակը ամենատարբեր միջոցներով, այդպիսի միջոցներ շատ կան։
Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն։ Մեր կենդանիներին երջանիկ կյանք եմ մաղթում հնարավորինս, իսկ մարդկանց ուզում եմ կոչ անել առավել հոգատար լինեն կենդանիների նկատմամբ եւ նրանց չվերաբերվեն որպես ապրանքի կամ որպես իրենց այսպես ասած սեփականության կամ զվարճանքի միջոցի, որովհետեւ կենդանիները զգում են այն ամենը, ինչը դուք եք զգալու, եթե այդպիսի իրավիճակներում հայտնվեք, ձեզ ևս մեկ անգամ շնորհակալ ենք։ Հիշեցնենք, որ հյուրընկալել ենք կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանին։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում ենք ձեզ Այո, գնանք դիտենք գովաստ, վերադառնանք եւ շարունակենք մեր եթերը, մնացեք մեզ հետ։ գնացինք։